Սիրելիներս, այսօր հունիսի 15-ն է, ես ուզում եմ կարդալ, փոխանցել մի խոսք, որը տրվել է ոչ թե ինձ, այլ մեկ ուրիշ հավատացյալ Աստծո զավակի, ում անունը Տաթևիկ է, եւ Սուրբ Հոգին ինչ որ նրան փոխանցել է, նա գրի է առել, այնուհետև շատ աղոթել է եւ ուղարկել է ինձ, աղոթել է, որպեսզի հաստատվի, որ դա իրոք Սուրբ Հոգուց է, այնուհետև ուղարկել է ինձ եւ խնդրել է, որ ես կարդամ նրա փոխարեն եւ ներկայացնեմ մարդկանց։ Աղոթքի ժամանակ նրան ասվել է. դու կբարձրանաս վեր աշխարից եւ աշխարհը քեզ կտեսնի ու կխոսի, ժամն է հասել, եկել է օրը վերադարձի դեպի տուն, կտանեմ ես բոլոր ընտրյալներին, ժամը եւ օրը չգիտեք, բայց պատրաստ եղեք։ Իմ հոգով լցվածներ, դուք չվախենաք, ես ձեր հետ եմ, երբ գա մութ օրերը չվախենաք, ես ձեր հետ եմ ու կգամ շուտով։ Ուր էլ գնաս, ինչ էլ անես, չմոռանաս, ես եմ քո Տեր Հիսուսը եւ քեզ հետ եմ, ես եմ, որ քեզ փրկեցի չարի ձեռքերից։ Եղիր անկեղծ, ազնիվ, մաքուր եւ ժպտա, մի մոռացիր ինձ քո Տիրոջը Հիսուս Քրիստոսին փառաբանել, գոհանալ ու մեծարել, ես եմ քո Տերը։ Եղիր միշտ ինձ հետ եւ չես կորչի, ձեռքերդ վեր պարզիր, խնդրիր, կանչիր, ես եմ քո կյանքի լույսը եւ փրկությունը, այդ ես եմ, որ փրկեցի քեզ, ես եմ հաղթանակը կյանքի, կյանքը ես եմ։ Ես խաչվեցի, որ դուք իմ հոր հետ լինեք, ամեն ժամ, գիշեր ցերեկ աղոթեք ու իմ հորը փառաբանեք, Սուրբ Հոգին ժպտում է ձեզ։ Մի թույլ տվեք, որ չարը ձեզ խաբի, զգուշացեք անօրենից, որ չկործանվեք։ Հիսուսն է, որ միշտ պայծառ լույս է, եւ ձեզ այնքան սիրեց, որ տվեց իր կյանքը եւ խոնարհվեց իր հոր առջև։ Եղեք Հիսուսի հետ, որ չխաբվեք, չսխալվեք։ Փառք միայն հորն է եւ Հիսուսինը եւ Սուրբ Հոգունը։ Հիսուսը հաղթեց աշխարհին։ Տաթևի աղոթքի ժամանակ այս ամենը նրան տրվել է Սուրբ Հոգու կողմից եւ նա Սուսան Ցողիկի մայրն է եւ նա ունի ինստագրամյան էջ, որպեսզի համոզվեք, որ այդ նա է իրական մարդը, իրոք ով ուղարկել է այս խոսքերը ինձ եւ ես նույնպես աղոթել եմ Տիրոջը, որ եթե իր կամքն է, ես կարդամ այս խոսքերը, նա այնպես անի, որ ես կարդամ այս խոսքերը։ Այսքանը, շնորհակալ եմ, փառք Տիրոջը, փառք մեր Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն, որ խոսում է իր զավակների հետ, փառք քեզ իմ Սուրբ Երրորդություն, փառք քեզ իմ Սուրբ Հոգի, որ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ խոսում ես մեր հետ, սովորեցնում ես մեզ, ուղղորդում ես մեզ, առաջնորդում ես, օգնում ես, չես թողնում, որ սխալ ճամփեքին վերադառնանք, մեր հին ճանապարհներին վերադառնանք եւ մխիթարում ես մեզ եւ ամեն ցավի պահին, ամեն տխրության պահին մխիթարում եւ ուրախացնում ես մեր սրտերը։ Շնորհակալ եմ քեզ իմ Սուրբ Հոգի, իմ պաշտելի Սուրբ Հոգի, շնորհակալ եմ։